Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը և երեխաների հատուկ ստեղծագործական կենտրոն ՊՕԱԿ-ը ներկայացնում են։ Քո արվեստը դպրոցում։ Այսօր ճանապարհը մեզ դեպի Շիրակի մարզ տարավ, գյուղ Սարակապ։ Օրվա հյուրը արվեստագետ, նկարիչ Գոհար Սմոյանն է։ Գոհար Սմոյան, արվեստագետ, նկարիչ։ Ծնվել է 1978 թվականին Գյումրիում։ 2000-ից 2006 թվականներին սովորել է Երևանի Գեղարվեստի պետական ակադեմիայի Գյումրու մասնաճյուղի գրաֆիկայի բաժնում։ 2006 թվականից Գյումրու 5-րդ հարկ միջազգային ստեղծագործական խմբի անդամ է։ Ուսումն ավարտելուց հետո 2 տարի աշխատել է Մարմաշենի միջնակարգ դպրոցում որպես նկարչության ուսուցչուհի։ 2008 թվականից արվեստի պատմություն և տեսություն, նկարչություն առարկաներն է դասավանդում Գեղարվեստի պետական ակադեմիայի Գյումրու մասնաճյուղում։ 2015 թվականից որպես էքսկուրսավար է աշխատում Գյումրու Մարիամ և Երանուհի Ասլամազյան պատկերասրահում։ Գոհար Սմոյանը համադրել և կազմակերպել է մի շարք ցուցահանդեսներ թե Հայաստանում, թե արտերկրում, որոնցից առավել նշանակալիցներից են «Մեկուսացած մարմինները» ֆրանսիական Նանսի քաղաքում, «Գյումրու կանայք պատկերապատումը» Բրյուսելում, «Գրքից այն կողմ» պատկերապատումը Գյումրիում, «Պատմություններ տարածաշրջանից» միջազգային մշակութային նախագիծը Երևանում և այլն։ Տասնյակ սեմինարների և խմբակային ցուցահանդեսների է մասնակցել Շանհայում, Ամստերդամում, Բեռլինում, Վենետիկում, Վիեննայում, Թբիլիսիում և այլուր։ Ողջույն, բարև ձեզ, սիրելի երեխաներ, ես Սմոյան Գոհարն եմ, Գյումրիից արվեստագետ եմ, առաջի մասնագիտությամբ կենսաքիմիկ եմ, այսինքն կենսաքիմիկոս եմ և ինձ կենսաբանությունը, քիմիան և բնագիտությունն է գրավել միշտ, նույնիսկ երազել եմ բժշկուհի դառնալ։ Գերազանց ավարտելուց հետո միանգամից անցում եմ կատարել արվեստի աշխարհ և բոլորը ասում են ինչ կապ ուներ մի, ասենք ուղղությունը մյուսի հետ և ասեմ, որ շատ ուղղակի կապ ունի, որովհետև այն մաթեմատիկան, որ դուք անցնում եք դպրոցում և գուցե շատերը սիրում են, իսկ շատերը չէ, դա ամեն ինչի հիմքն է և առավել ևս արվեստի։ Երբ ես սկսեցի իմ, այսպես ասած, մասնագիտական զարգացման ուղին արդեն հետ արվեստանոցային, ակադեմիական, ուրեմն դպրոցից, առաջի իմ, այսպես ասած, փորձը աշխատանքային, դա Մարմաշենի արվեստի դպրոցն էր, որտեղ նկարչություն էի դասավանդում և այդտեղ սովորեցնում էի այդ տրադիցիոն նատյուրմորտ, դիմանկար, այսինքն այն, ինչ մենք նկարչությունը ընդունում և հասկանում ենք երեխաներին, ես տեսնում եմ, որ ամեն մի շփման ժամանակ երեխաներին, նույնիսկ այդ ընթացքում, երբ իրենք ստեղծագործում են, այդ հարաբերությունը, խոսակցությունը, ոնց են իրենք գույնը ընկալում, ոնց են իրենք մեկնաբանում, կատակում, դրա մեջ ավելի շատ արվեստ էի տեսնում, քան բուն այդ արվեստի նկարչական վերջնարդյունքների մեջ։ Եվ հետզհետե իմ պատկերացումները փոխվեցին, ես ասեցի, այս ինչ լավ բան է նկարչությունը, որ չլիներ, ես չէի հարաբերվի այս երեխաների հետ, չէի ճանաչի իրենց, ամեն օր չէի մտածի իրենց մասին, այսինքն արվեստը մի հատ միջոց էր, որը որ նպաստեց ինձ հարաբերվելու, բացահայտելու։ Եվ ես հասկացա, որ լինելով գրաֆիկ նկարիչ, իսկ ինչ է գրաֆիկան, ինչ է գեղանկարչությունը, տեսեք, սովորաբար երբ կտավ ենք, չգիտեմ, տեսել եք կտավը, կտավ, կտորի տեսակ է, հաստ, որը որ երեսապատվում է, այսպես ասած, գրունտ ենք ասում, մենք նկարչական տերմինով, դա բայց հիմքն է, երեսապատվում է և վրան յուղաներկով նկարվում է, դա կոչվում է գեղանկարչական աշխատանք։ Եվ կան նկարիչներ, մի խումբ նկարիչներ, ովքեր գրաֆիկական նկարչություն են անում, այսինքն իրենց հետաքրքրության օբյեկտը թուղթն է։
ինչ անում չեն անում, թղթի վրա են անում, իսկ դա ձեզ բոլորիդ ավելի սիրելի եւ ծանոթ է։ Չեմ կարծում, որ այստեղ անգամ եթե նկարչությամբ չեք զբաղվել, ապա կերպարվեստի դասերին գոնե մեկը չեք փորձել մատիտով, գրիչով, ջրաներկով թղթի վրա աշխատել։ Ես հենց այդ, այսպես ասած, ճյուղն եմ ներկայացնում, գրաֆիկ նկարիչ եմ եւ որքան հնարավոր է սիրել, ուսումնասիրել հիմա էլ։ Սիրում, ուսումնասիրում եմ թուղթը, որովհետեւ թուղթը թեպետ երևում է մի շերտ, բայց ինքը բազմաշերտ է։ Երբ դուք ինքներդ ջրաներկով նկարել եք, ձեզ թվացել է թե այսպես ճակերտավոր փչացել է թուղթը, բայց երբ դուք ջրում եք անգամ թուղթը, այսպես դուրս է գալիս իր մյուս շերտերը, այսինքն թղթի փչանալ չկա, այլ կա հասունանալ։ Եվ ես այդ սիրահարն եմ եղել եւ կամ մինչեւ հիմա էլ, եւ սիրում եմ ուսումնասիրել, նկարել, մատիտանկարներ անել, տուշանկարներ անել, ջրաներկով նկարներ անել թղթի վրա։ Բայց ինչն էր հետաքրքիր, այսպես մի քիչ դոգմատիկ դարձած տարանջատումները գրաֆիկա, գեղանկարչություն, քանդակ փոխվում են, երբ մենք խոսում ենք արվեստի մասին։ Երբեմն այդ ճշմարժանները կարելի է անտեսել, որովհետև մեկ բաներ են անում, որ չես հասկանում։ Ուզում ես կարող եք կտավի վրա ջրաներկով նկարել, կամ ուզում ես թղթի վրա յուղաներկով, կամ ուզում ես քանդակի վրա ներկել, հա, քարից քանդակ է ներկել, բայց ոչ փչացնել, որովհետև սա նույնպես խնդիր է, շատ մշակութային կոթողներ, անգամ երբ մենք բոլորը սիրում ենք, հա, A+B, ասենք այդպիսի ինչ-որ արտահայտումներ ունենք, սիրահարված լինելու կամ սրտիկներ, շատ ենք դնում, երբեմն ոչ տեղին եւ ոչ ժամանակին եւ կարող ենք այդ հուշակոթողները, քանդակներ, հուշարձաններ փչացնել։ Դա չի նշանակում նկարել, որպեսզի ճիշտ հասկանանք, այլ երբ միտումնավոր եւ ցանկությամբ ներկում ենք քանդակը, հիմա դա գեղանկարչություն է, թե քանդակ է, չէ՞։ Այսինքն տարանջատումները շատ խիստ կարող են չլինել։ Դրա համար դուք էլ, երբ ստեղծագործում եք, կարող եք շատ ազատ լինել։ Եվ այս ազատությունը եւ ազատության ընկալումը եւ նաեւ Գյումրու, ինչու՞ չէ, ես գյումրեցի եմ, բայց նաեւ իմ Հայաստանում տեղի ունեցող բոլոր իրականությունները ոնց որ ձեր վրա, այնպես էլ իմ վրա շատ ազդում էին։ Եվ թե պատերազմները, թե երկրաշարժերը եւ նաեւ թե դրական լուսավոր բաները չեն կարող ինձ մոտ ինչ որ անդրադարձներ չլինեին արվեստի լեզվով։ Եվ ես սկսեցի արդեն փոխել իմ արտահայտչական միջոցները։ Օրինակ ունեմ այդպիսի արվեստի կորս, երբ ներկայացնում էր ուղակի մեջ բառերով ասած ցելոֆան, բայց իրականում դա պոլիէթիլենային ժապավեն է, այդ պոլիէթիլենային պատկերացրիք ժապավենից մեծ մարտապոյ, այսպես ասած մարտահասակ կուբ էի պատրաստել, կուբ, քառակուսի թափանցիկ, որտեղ մարդիկ մուտք էին գործում եւ այդ թափանցիկ պատերին իրենց տալիս էի մարկերներ, ֆլոմաստերներ, գրում էին, նաեւ աերոզոլային սպրեյ մեջ բառերով ասած ներկեր, փչում էին, գրում էին, շատ ազատ էին զգում, այդ սրտիկները, այդ բառերը, ինչ ուզում էին, գրում էին, խոսում էին, անում էին այդ թափանցիկ պատերի վրա եւ այդ կուպի մեջ եւ իրենք հենց ազատ էին այստեղ։ Այսինքն սա կարելի է ցես առաջի հայացքից թվալ, թե էս ինչ է։ Մի հատ, հա, ցելոֆան, վրան ուրեմն ով ոնց ուզում է կարող անել եւ ինքը կոչվել արվեստագետ, այո, կարող է, եթե ունի միտք, եթե ունի զարգացած գաղափար, որը փոխանցում է ասելիք։ Իսկ իմ ասելիքը կայանում էր նրանում, որ մարդը, երեխաները, հասարակությունը պիտի լինեն ազատ, գոնե մի տեղ գրեն, արտահայտվեն այն, ինչ ուզում են։ Եվ ես հետո այդ ուրեմն պոլիէթիլենային ժապավենից, ցելոֆան ասվածից մեծ պատկերացնում եք կտրատեցի եւ պատրաստեցի կիշկ, մեծ կիշկ, 50-60 սանտիմետրի, այսպես ասած, վրա երկարություն, լայնություն։ Եվ այդ գիշկը համարվեց թափանցիկ գիշկ, հենց վերնագիրը այդպիսին է, որը իր մեջ ներառում էր տարբեր շերտերի, տարբեր Հայաստանի քաղաքների, մարզերի, գյուղերի մարդկանց ցանկությունները, բողոքները, նաեւ այսպես ասած, ինչու՞ չէ, նպատակները։ Կանք գրքից ես խոսեցի եւ ասեմ, որ ինձ համար, տեսեք, սա էր արվեստի ձև։ Դրա համար, երբ ինձ ներկայացնում են, ես չգիտեմ, ես գրաֆիկ նկարիչ եմ մասնագիտությամբ, բայց գուցե արվեստագետը ավելի ընկալելի է, քանի որ այդ սահմանները չես այսպես քեզ սահմանափակում եւ կարողանում ես քեզ այսպես տրանսֆորմացիայի ենթարկել որպես արվեստագետ։
Եվ այստեղ կարևոր է, որ այդ գրքի գաղափարը, որը նաև գրաֆիկ նկարչության համար, գրաֆիկ նկարիչների համար շատ կարևոր է, ի վերջո գրաֆիկ նկարիչների վերջնարդյունքը հենց գիրք ձևավորելն է, տպագրությունը, գրքի նկարազարդումը։ Դա հենց մեր գործն է։ Անկամ երևի արդեն գիտեք, որ 21-րդ դարում տեխնոլոգիայի զարգացման այս դարաշրջանում մենք անում ենք նաև դիզայն գրաֆիկայի մեջ դիզայն ենք անում արդեն թվային, հա, այսպես հարտակում, դիջիտալ տարբերակով գրքեր ենք ստեղծում եւ դա նույնպես էլի գրաֆիկ դիզայներություն, այդ մասնագիտությունը, այդ գրաֆիկ նկարչի մասնագիտության շարունակություն է։ Գրքի նկատմամբ սերը ոչ թե նկարազարդման հետ էր կապված ինձ մոտ, այլ փոքր հասակից շատ եմ սիրել կարճ տալ։ Եվ դրա համար ինձ համար գիրքը շատ մեծ տեղ ունի։ Բայց ես այսօր ձեզ չեմ ներկայացնի հաստափոր գրքերի ձևավորման, նկարազարդման առանձնահատկությունների մասին, այլ ձեզ կներկայացնեմ ձեզ նաև ինձ համար շատ հետաքրքիր մեկ այլ այսպես տեսակներ եւ գրքի եւ նաև նկարազարդման։ Այսօր ժամանակաշրջանը փոխվել է եւ այստեղ գրեթե նույնիսկ եթե փոքրահասակ եք, մեծահասակներն էլ ինձ այսպես հաստատ այստեղ կփաստեն, որ սիրում են տեսախաղեր եւ սիրում են անիմացիաներ։ Այդ մեր ժամանակաշրջանի մուլտֆիլմերն են, որ մենք էլ ենք շատ սիրել։ Իսկ շարժական արվեստը, երբ մուտք գործեց արդեն 19-րդ դարի վերջ, 20-րդ դարի սկիզբ, երբ լուսանկարչական ապարատը այսպես ասած խցիկնել, այսպես ասած այդ գյուտը արդեն կար, կարծես թե գեղանկարչությունը եւ նկարչությունը իր տեղերը զիջեցին։ Այսինքն, երբ արդեն կար լուսանկարչական խցիկը, ոնց որ այդ շարժը ավելի գրավիչ եղավ մարդկանց համար եւ դրա համար կարելի է ասել փոխվեց, էվոլյուցիա ապրեց նաեւ այսպես ասած վիզուալ արվեստի ընկալումները։ Այսօր ես մի փոքրիկ կարելի ասել իմ արվեստի հետաքրքրություններից ձեզ կներկայացնեմ տարբերակներ, դրա համար ես այսօր ընտրել եմ զին տեսակի գրքերը։ Զինը ինչ է, նախ ասեմ, որ զինը մագազին, այդ բառի այսպես հապավումն է, դա Անգլիայում է ձևավորվել այդ գրքի տեսակը, որը այսպիսի գիրք է, տեսեք։ Եթե մի քիչ այսպես ծանոթ եք ճապոնական մշակույթին, ճապոնական մշակույթի մեջ տարբեր տեսակի ուրեմն կենտանիներ, մարդկանց այդպես նմուշներ պատրաստում են թղթից, օրիգամի է կոչվում եւ առանց սոսնձելու եւ առանց անգամ այնտեղ մկրատի կիրառման։ Սա նույնպես այսպես հետաքրքիր քաղաքակրթության առանձնահատկություն է։ Հիմա մենք գրքեր կարող ենք պատրաստել էլի առանց սոսնձելու եւ առանց էջեր կտրելու եւ կռնակներ, նաեւ կազմեր, թանկարժեք պատրաստելու։ Ինչ ենք անում։ Դրա համար մեզ պետք է տեսեք։ Միանգամից կարելի է ստեղծել այսպես մի քանի հատվածներ նույնիսկ, որոնք կոչվում են տետրեր, միացնել եւ դարձնել գիրք, բայց սովորաբար ընդունված է Անգլիայում այսպիսի տեսակը, երբ տեսեք մի ամբողջական թուղթ է, վերցնում են մի ամբողջական թուղթ, տեսնում եք, մի ամբողջական, սկզբում ծալում են, հետո ծալում են հավասար երկու հատվածի, բացում են, հետո տեսեք, այնպես են ծալում, որ ստանան 4 հատված, հավասար 4 հատված, տեսնում եք 4 հատվածը, տեսակ 1, 2, 3, 4, թուղթը հետո բացում են, թղթի այս երկու հատվածների մեջ տեղով կտրում են և տեսեք այդ կտրվածքի արանքը մնում են երկու այս հատվածները, տեսնում եք, երկու այս հատվածները և հետո տեսեք, երբ այսպես ծալում են, ստացվում են գրքի էջեր, ճիշտ է գրքի էջերից մի քանիսը փակ են, տեսնում եք, ծալված է և փակ է, բայց այնուամենայնիվ սա ամենահեշտ, այսպես մատչելի գրքի տեսակն է, որ յուրաքանչյուրը կարող եք, եթե ձեռքի տակ ունեք մկրատ կամ ինչ-որ կտրիչ, հարմարանք, ունեք կանոն և ունեք մի ամբողջական A3 ֆորմատի թուղթ, կարող եք ինքներդ ձեզ համար պատրաստել այսպիսի փոքրիկ գրքեր, որոնք որ շատ մոբիլ են, այսինքն կարող եք տեղափոխել շատ արագ և կարող եք նաև տեսեք, այսպիսի տեսքով անգամ
դնել եւ ցուցադրել։ Այսինքն այսպես նույնիսկ տեսեք, սա վերածում է արդեն քանդակի, զգում եք։ Այսինքն մի քանի այդպիսի գրքեր նույնիսկ կարող եք իրար կողք շարել եւ այն ընկալել որպես օբյեկտ, որպես քանդակ, որովհետեւ իրեն կարող եք մի քանի կողմից նայել։ Հիմա տեսեք, մխիտար գորշ եւ բարտան այգեկցի առակներ, իսկ առակները առակ, այսինքն աչքի դիմաց գտնվող այն բանահյուսական կարևոր իմաստներն են, որոնք շատ կարճ են, բայց շատ խոր իմաստներ ունեն եւ վերցված են ժողովրդի փորձից եւ ամենքս մեր այսպես վրա այդ խորհրդաբանությունը զգացել ենք եւ ամենահասաներին են երևի հեքիաթի նման եւ հեքիաթից էլ առավել եւ դրա համար այսօր ընտրել եմ նորից ոնց որ կոմիքսը զինը որ չհոգնենք նաեւ առակներ եմ ընտրել մխիտար կոշից եւ ուրեմն մխիտար կոշի երկու առակներն եմ ընտրել ջայլամը եւ ծիտը տեսեք նկարազարդել են բայց այս նկարազարդումները լրիվ չեն տեսեք զին տարբերակով կոմիքս է մխիտար կոշի, հա, ջայլամը եւ ծիտը։ Երևի այդ առակը մի փոքր ասեմ եւ անցնենք առաջ, երբ ծիտը տեսնում է ջայլամին եւ այսպես մի քիչ նախանձում է որ ջայլամի ձուն մեծ է, իսկ իր ձուն փոքր եւ հարցում է ջայլամին այդ ինչ ես անում, որ այդպես մեծ ձու ես ածում, ասում է կրակ եմ կուլ տալիս, կրակ եմ ուտում, այս ծիտը շտապում է որ գնա կրակը կուլ տա, կրակը կուլ է տալիս, պարզ է որ այրվում է եւ սատկում է եւ իմաստ առակի նրանում է որ ամենը իր կարողությամբ պետք է առաջանա եւ ակահություն չանի։ Եվ տեսեք, ոնց եմ ես դա նկարազարդել, տեսեք, ծիտ եմ նկարել այստեղ, բայց ջայլամին ամսագրի միջից եմ տպել հանել։ Եվ այստեղ տեսնում եք այս նաև այդ բաբլները, այսինքն երկխոսության ամպիկները, որ ամեն անգամ այդ երկխոսությունը տարբեր նաև զգացմունքային, էմոցիոնալ, հա, կարող է այսպես շարժեր առաջացնել։ Ձվերն եք տեսնում, հա, այս մենք որ ասում ենք ձվերը դրված իրենց ամանի մեջ եւ այստեղ տեսնում ենք իրենց երկխոսությունը, տեսնում եք շարունակությունը։ Այստեղ տեսեք ծիտի երկխոսության մասը հատվածը թողել եմ, որ դուք ավելացնեք։ Հիմա մենք այստեղ ունենք մի քանի այդպիսի ամպիկներ, որ դուք ինքներդ կընտրեք եւ այստեղ եթե պատասխանում է ջայլամը, ասում է լավ եմ ծիտ ջան, փառք Աստծո, եւ այստեղ տեսեք էլի փոքր ձու, մեծ ձու, երի իրենց երկխոսությունը, բայց հետաքրքիրը ո՞րն է, տեսեք երկխոսությունը, այսինքն սյուժեն այդ փոքրիկ պետք է վերածվի անպայման կոմիքսին հարիր սյուժեի եւ դառնա երկխոսության համար պիտանի։ Ես տեսեք ոնց եմ այդ փոխել։ Հարցը ունիմ, ինչ կենես, որ այդպես մեծ ձու կածես։ Քահեչ, կրակ կուդեմ, կպատասխանե ջայլամը։ Այսինքն ես փորձել եմ այս առակը ներկայացնել Գյումրու, Գյումրվա բարբարով։ Եվ տեսեք, այստեղ հենց սա շապիկն է, շապիկի վրա մի քիչ այսպես լեգոյատիպ ծիտիկ եմ նկարել, որ ինքը արդեն մեխանիզացված կարծես լինի, այն որ չի հասկանում եւ ակահ է, արդեն իր մոտ զգացմունքները եւ այլն արդեն չկան, կորել են եւ սա նույնպես խորհրդաբանական նշանակություն ունի։ Այսինքն երբ պատկերապատումներ եք անում, կարող է ընտրեք այնպիսի նկարներ, որոնք որ սարկազմ, կատակ կպճողական բան արտահայտեն։ Եվ վերջում առակի կարևոր հատվածն է, տեսնում եք, առակի կարևոր հատվածը, այդ ամենակարևոր այսպես մեխը գրված է, եւ այստեղ ծիտն է, ծիտի քանդակն է եւ այրված, որ ինքը ակա եղավ եւ սարքեց։ Հարասունականներից սկսած ամբողջ աշխարհում շատ թրենդային էր դարձել կոմիքսները կամ մեր բառերով ասած պատկերապատումները, որոնք անիմացիաների, կարելի ասել, այսպես նախատիպեր են եւ շարժական, այսինքն, հա, եւ պատկերապատումը իրենից ինչ է ներկայացնում, այսինքն ամեն մի գործողություն, ասենք ենթադրենք մարդը շարժվում է, ոտքի այդ ամեն մի քայլքը նկարվում է, կարծես այդ կադրերը անիմացիայի, այսպես կանգնեցվում է եւ այդ կադրը նկարվում է ձեռքով։ Այդպիսի պատկերապատման կամ կոմիքսի ձևաչափը շատ վաղուց ընդունված էր Եվրոպայում, Ֆրանսիայում, Բելգիայում, Անգլիայում, որպես ամսագրերի այսպես ձևավորման ծաղրանկարներն էին հիմնականում այսպես ձևաչափով պատկերվում, այս ձևաչափ։
Սակայն հետագայում Ամերիկայում շատ տարածվեց կոմիքսները, ուսումնասիրեցի կոմիքսների պատմությունը, ընդհուպ մինչև հասա Բրյուսել, եղել եմ կոմիքսների թանգարանում, տեսել եմ շատ հայտնի եվրոպական կոմիքսներ, նաև պատմությանն եմ ծանոթ, ոնց է առաջի կոմիքսը ստեղծվել, եւ հետո արդեն հետաքրքրվեցի եւ ինձ թվում է բոլոր տղաները հատկապես այստեղած ով նստած է գիտեն, նայել են ֆիլմեր, մուլտֆիլմեր Սուպերմենի համար, Բեթմենի համար, սրանք հերոսներ են, որոնք որ կոմիքսի, այսպես ասած, կարկառու ներկայացուցիչներ են եղել, հերոսներ են եղել եւ այդ կոմիքսը հենց ճանաչելի է Marvel-ով եւ ճանաչելի է դարձել հենց այդ կերպարներով։ Թեպետ ինքս ես շատ ավելի սիրում եմ եվրոպական կոմիքսները։ Եվ հասկացա, որ կարելի է իրականացնել կոմիքս։ Ճիշտն ասած, ես 2-3 տարի առաջ մի քիչ ավելի լրջացրեցի այդ թեման, եւ քանի որ ինքս գյումրեցի եմ եւ կին եմ, մեր Գյումրիում պարզվեց, որ շատ կին մտավորականներ կան, նկարչուհիներ, արվեստի գործիչներ, գրողներ, որոնց ուշադրություն չի դարձրել ժամանակը կարելի ասել եւ նաեւ շատ այսպես ասած դիտակետից իրենք այսպես անտեսված են մնացել եւ այդ կարելի ասել հետազոտությունները տարբեր ինձ խրախուսեցին ինչ-որ առումով, որ նախ ես կին եմ եւ հասկացա, որ կանայք բավականին կարևոր դերակատարում են ունեցել, նաեւ քաղաքական գործիչներ են ունեցել, քաղաքապետ, եւ հետո հասկացա այդ պատմությունները ոնց ես շարադրեմ եւ ցույց տամ։ Որ նկարիչ եմ, հասկացա, որ հետաքրքիր չի լինի, որ գրեմ, ցույց տամ։ Հասկացա, որ դա պիտի ներկայացնել նկարների, պատկերների տեսքով, պատկերների շարքի։ Եվ սա իմ ձեռագիր կոմիքսի օրինակն է։ Տեսեք, հենց այդ մասին է այստեղ ներկայացվում, հենց ուրեմն Արմեն Տիգրանյանն է, այստեղ մեր հայտնի Թումոն է, չգիտեմ, եղել եք Գյումրիում, եթե չեք եղել Թումոն, տեղյակ եք Թումոն ինչ հաստատություն է, եւ Թումոն անունը հենց Թումանյանի անվան հետ է կապված եղել, կրճատված, եւ քանի որ Անուշ օպերայի հետ էլ կապ ունի Թումանյանը, բնականաբար իմ պատկերապատման մեջ ես երկխոսություններ եմ ավելացրել, իսկ կոմիքսի պատկերապատման կառուցվածքային մասը համարվում է հենց այդ, այսպես ասած, բաբլները կամ այդ ամպիկները, որոնց մեջ երկխոսություններ կան։ Ընդհանուր առմամբ պատկերապատումը ունի իր կառուցվածքը, իր դասական կառուցվածքը։ Կարևոր է, որ երկխոսություններին շատ տեղ չի տրվում, այսինքն ավելի շատ պատկերներ է։ Տեսեք, այստեղ էլ է պատկերներ, երկխոսությունները շատ քիչ են։ Եվ այդ երկխոսությունները հիմնականում եղած են նրա համար, որ մարդիկ չհոգնեն, այլ ուղղակի տեսնեն եւ կենտանի այդ շփումները ամրագրվեն։ Եվ բնականաբար ես այդ դասական, այսպես ասած ընդունված պատկերապատումից դուրս եմ եկել եւ այսպես ավելի ազատ պատկերապատում եմ արել։ Այսինքն ինձ համար այդ ռամճկաները, շրջանակները կարևոր չեն եղել եւ ես ազատել եմ ինձ այդ շրջանակներից, ուղղակի ստեղծել եմ այն պատմությունը, որի մասին նոր ասեցի, դրա այսպես ասած վիզուալ կարելի ասել պատկերումը։ Եվ այստեղ տեսնում ենք նաեւ Չարենցին որպես հերոս։ Հետաքրքիր է, որ այստեղ տեսնում ենք նաեւ Շուշանիկ Կուրգինյանին, ով գրող է, եւ Շուշանիկ Կուրգինյանի այս նկարը նկարել է երեխա։ Այսինքն այս պատկերապատումը, դե տեսեք, սա ձեռագիր աշխատանքներն են, որոնք որ իհարկե թվայնացվել են եւ վերածվել են գրքի։ Տեսեք, Գյումրու կանայք, հետաքրքիր է, որ իմ այս կոմիքսների պատկերակիրքը ստեղծված է ոչ թե ավանդական նկարչությամբ, այլ կոլաժներով։ Կոլաժը ֆրանսերեն բառ է, որը նշանակում է կպցնել, փակցնել։ Այսինքն ես թեժտեից կտրատում եմ ինչ-որ հատվածների նկարներ, որոնք ինձ գաղափարապես դուր են գալիս եւ համադրում եմ նաեւ նկարի հետ։ Ինչ որտեղ նկարում եմ, ինչ որտեղ, տեսեք, ինչ որտեղ Եթե այսպես նայենք, ինչ որտեղ նկարում եմ, տեսեք նույնիսկ այդ պատկերները, որոնք կտրատված են ամսագրերից, դրանց վրա եմ նկարում։ Նույնիսկ դրանց վրա շտկում եմ կամ աշխատում եմ եւ ստեղծում եմ կոլաժ պատկերապատումներ։ Տեսնում եք այս ամբիգները։ Speech bubble են կոչվում, դրանք անգլերեն են կամ ուրեմն բալոններ կամ ամպիկներ են կոչվում, որոնց մեջ մենք կարող ենք այդ երկխոսությունները տեղադրել։ Տեսեք, սա այն հատվածն է, որը հենց սկզբում ես նշեցի, որն ինձ համար կարևոր էր։ Տեսեք, երեխաների հետ եմ ստեղծել այս կոմիքս պատկերակիրքը, այսինքն այս նկարազարդված
գիշկը։ Տեսնում եք, ինձ թվում է հերվից, բայց տեսնում եք, որ երեխաներն են, նույնիսկ այստեղ տեսեք այս փոքրիկ երեխային եմ, այսպես ասած, նպաստել, որ ինքը ոգևորվի, նկարի եւ կապ չունի ինքը ոնց է նկարում, իր նկարած ամենաանկեղծը եւ ազնիվն է եւ իր նկարած նկարը նույնպես տեղ է գտել իմ աշխատանքի մեջ։ Այս պատկերագիրքը երկու կողմից է, հիմա կարող է զարմանաք, ասեք, բա ինչու է այսպես երկու այսպես երեսիներ նույն նկարը մի կողմից անգլերեն մասն է գնում, անգլալեզու, մյուսը հայերը։ Ստեղծագործելու կոնկրետ գրաֆիկ ունեք, թե երբ մուսան է գալիս, այդ ժամանակ եք ստեղծագործում։ Չէ, բնականաբար անընդհատ չէ, որ ստեղծագործական մուսա ունեմ, բնականաբար այդ մուսա ասվածն էլ կոնկրետ ամեկի մոտ շատ սպեցիֆիկ է, ինձ մոտ պետք է շատ լծվի ցանկությունը եւ նաեւ հիմա կարող է շատ այսպես բան ասեմ, բայց խնդիրներ պետք է լինեն եւ լավ եւ վատ։ Նաև, որ այդ խնդիրները ինձ ստիպեն, չակերտավոր նպաստեն, որպեսզի ես ստեղծագործեմ։ Ձեզ ինչը ստիպեց մտնել այդ կոմիքսների, ստեղծել կոմիքսներ։ Աղջիկս երևի, որովհետև ձեր տարիքին է, սիրում է այդ շարժերը, պատկերները, եւ բացի դրանից ինձ էլ երևի թե ավելի արագ տեղ հասցնելու համար, այսպես ասելիքս խոսքս, նկարելու ընթացքում շատ եմ ժամանակ ծախսում գծանկար ստեղծել եւ այլն, իսկ պատկերապատման միջոցով ավելի զգացմունքային, ավելի կենտանի է դառնում այդ քո ասելիքը փոխանցելը, դրա համար կոմիքսները ինձ շատ են հետաքրքրել, չհաշված որ փոքր հասակից շատ եմ սիրել անիմացիաներ, մուլտֆիլմեր, գուցե դա։ Շնորհակալություն։ Բոլորս գիտենք, որ նկարչությունը, երբ որ գնում ենք նկարչությամբ, շատ դժվար ճանապարհներ կան։ Ու հետաքրքիր է, թե դժվար ճանապարհների հատվածները ինչպես եք անցել ու կա ինչ-որ անձ, որ այդ ժամանակ ձեզ մխիթարել է։ Ճիշտ ասած, ուսումնական process-ում բավականին բարդ է եղել։ Իհարկե ուսուցիչները, շատ նկարիչներ եւ հատկապես համաշխարհային նկարիչներ եւ իրենց պատմությունների մասին երբ կարտադրել եմ, երևի ինձ համար ամենամեծ ուսուցիչները իրենք են ավելի շատ եղել, քան այսպես ավելի կենտանի ուսուցիչներ, հա, կարելի ասել, իմ արվեստի զարգացման մեջ։ Եվ գիտեք ինչ, ընտանիքիս մեջ մայրս, որ սիրել չի սիրել, բայց անընդհատ կողքիս է եղել եւ փորձել է հուսահատության պահին ոգևորել։ Մի բան էլ ասեմ, այնուամենայնիվ հիշեք, որ բոլորս պետք է կարողանանք դժվարությունների մեջ ինքնուրույն մեր հույսը դնել մեր վրա եւ կարողանալ առաջանալ եւ այդպես մնդանալ։ Երբեմն պետք չի շատ մարդկանցից մեծ բաներ սպասել եւ ամենափոքր նույնիսկ այսպես ասած ոգևորությունը պիտի լինի կարեւոր։ Շատ գիտելիքներ ու շատ հաճելի էր, որ ծանոթացա Գոհար Սմոյանի հետ։ Առաջին անգամ էի հանդիպում արվեստագետի հետ, շատ հետաքրքիր էր, շատ տպավորված եմ։ Այս հանդիպումը ինձ համար շատ հաճելի էր, քանի որ ամեն անգամ չէ բախտ վիճակում հանդիպել արվեստագետին, լսել նրա խոսքը, խորհուրդները։ Այս այցը բոլորիս հնարավորություն տվեց, որ ավելի շատ սիրենք, հասկանանք արվեստի միտումը։ Գույներ, թե սև ու սպիտակ։ Սև ու սպիտակ։ Լուսաբաց, թե մայրամուտ։ Լուսաբաց։ Սուրճ, թե թեյ։ Ոչ մեկը, ոչ մյուսը։ Յուղաներկ, թե ջրաներկ։ Ջրաներկ։ Ինքնաբուխություն, թե պլանավորում։ Ինքնաբուխ։ Աշխատելիս լռություն, թե երաժշտություն։ Լռություն։ Որն է ձեզ ոգեշնչած ամենատարօրինակ բանը։ Քեյջի երաժշտական պերֆորմանսը, որտեղ բոլորը լուռ են եւ երաժշտություն չկար։ Որն է ձեզ վրա ամենամեծ ազդեցությունն ունեցած գիրքը։ Այս վերջերս Maus կոմիքսը։ Ինչն է, որ միշտ կա ձեր արվեստանոցում կամ աշխատասեղանին։ Չկա այդպիսի բան, որ միշտ իր տեղում է։ Արվեստն ավելի շատ զգացողություն է, թե միտք։ Երկուսն իրար հետ։ Ժամանակակից, թե դասական արվեստ։ Ժամանակակից, որի հիմքը դասականն է։ Արվեստը ցավից է ծնվում, թե սիրուց։ Ըստ ինձ ցավից։
Ո՞րն է արվեստագետի գերբնական ուժը։ Կարողանալ փոխանցել այն, ինչ մտածում եւ զգում է։ Ո՞րն է ձեր կյանքի կարգախոսը։ Չհանձնվել, չընկճվել եւ առաջանալ։ Ինչն է ավելի կարևոր՝ ձևը, թե բովանդակությունը։ Բովանդակությունը, որը ամփոփված է ճիշտ ձևի մեջ։ Ինչն է ավելի դժվար՝ խոսել, թե լռել։ Լռել։ Եթե կարողանայիք միայն մեկ ուղերձ փոխանցել աշխարհին, որը կլիներ այն։ Սիրել։